Նոյան Տապանի հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը զրուցելու ենք տեսակապով։ Պարոն Սաքուն, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Երեկ, ինչպես գիտեք, ավանդական ջահերով երթը մեկնարկեց, քաղաքացիները ջահերով երթ իրականացրեցին դեպի հուշահամալիր, դրա մեկնարկին այրեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները։ Հայաստանի վարչապետը դատապարտել է այդ գործողությունները, դրանք սադրիչ եւ հրահրող որակելով։ Ինչպես գիտեք, ընդդիմությունը գործող իշխանությանը մեղադրում է ցեղասպանության ուրացման համար։ Դուք ինչպես կանվանեք գործող իշխանության քաղաքականությունը այս հարցի շուրջ, այս հարցի վերաբերյալ եւ նաեւ ԱՄՆ-ի ճանաչումը, որին մենք այդքան երկար սպասում ենք, ինչ տվեց կամ ինչ կարող է դեռևս տալ մեզ։ Շնորհակալություն Էլիզա հրավերի համար, տեսեք, եկեք արձանագրենք, որ ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործության տեսակ ինքը իհարկե դատապարտելի է, շարունակում է մնալ օրակարգում, քանի դեռ առաջի հերթին Թուրքիայի ներկա իշխանությունները չեն առերեսվել այդ հանցագործության հետ, որն իրականացվել է երիտթուրքերի կողմից 20-րդ դարի սկզբում եւ ամենից գլխավորը իհարկե այդ հանցագործության ճանաչումն է Թուրքիայի պետության կողմից, ինչպես Գերմանիան ժամանակին ճանաչեց հոլոկոստը։ Չնայած հոլոկոստի ճանաչումը հնարավոր դարձավ Նյուրնբերգյան դատավարության արդյունքում։ Այսինքն այստեղ մենք արդեն ունենք մի օրինակ, երբ որ ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն ճանաչվում է իրավական եւ հիմքով միջազգային ատյանի կողմից եւ նաեւ ունենում է իր քաղաքական հետևանքները հանձինս հրեաների ողջակիզման, իդեպ նաեւ նման քրեական դատավարություններ եղել են նաեւ Աֆրիկյան մայրցամաքում, ասիական մայրցամաքում տեղի ունեցած ցեղասպանությունների առումով եւ իմ համոզմամբ իհարկե կարեւոր է որպեսզի հայոց ցեղասպանության իրավական ճանաչման միջազգային ատյանի կողմից իրավական ճանաչման ընթացքը ունենա եւ սա կարեւոր է եւ մյուս կողմից ցեղասպանության այդ իրավական գնահատականի ստացման հետ կապված խոչընդոտները, որ մենք տեսնում ենք հանձինս Թուրքիայի ներկա կառավարության եւ նախորդ կառավարությունների, դա որոշակի թվում է թե հարցեր են առաջացնելու հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման կամ զարգացման տեսակետից, բայց եկեք ելնենք այն փաստից, որ հենց նույն Թուրքիայում բազմաթիվ, ուրեմն, չասեմ մաս զանգվածային, բայց մտավորականներ, գրողներ, գործիչներ հայոց ցեղասպանության հարցը բարձրացնում են, որի հետևանքով նաև ենթարկվում են հետապնդումների Էրդողանի ռեժիմի կողմից, այնպես որ իրավիճակը բոլորին այլ է, քան թե փորձում են ներկայացնել։ Եվ այս առումով իհարկե ես միանշանակ ասում եմ, որ այդ դրոշների այրումը դա այն մոտեցումը չէ եւ դա ընդհանրապես քաղաքական հասուն հասարակությունների եւ պետություններին բնորոշ դրսևորումը չի։ Դա կարող են անել այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ որ պետություն չունեցող ժողովուրդները կարող են իրենց թույլ տալ։ Դա բավական արխայիկ ուրեմն գործելավոճ է։ Այսինքն ես նկատի ունեմ նախ մյուս կողմից էլ իհարկե ես ամենևին էլ չեմ գտնում, որ դա պետք է որակվի որպես պրովոկացիոն, որովհետև նման գնահատականը իրապես տեղ է տալիս մտածելու, որ եթե ուրեմն հասարակության ինչ-որ մի հատ հատված նման արխայիկ դիրքորոշում կամ դրսևորում է ունենում, ապա անպայման զգուշանալ, որ կարող է այդ պետությունների կողմից հանձինս նրանց ղեկավարների, ասենք թե այնպիսի մի ոտնձգություններ արվի կամ այնպիսի դիրքորոշումներ ունենան Հայաստանի Հանրապետության հանդեպ, եւ զգուշանալ այդպիսի դիրքորոշումներից, որովհետև հասարակությունում նույնիսկ եմ կրկնում, թեկուզ ամենածայրահեղ դրսևորումներով, թեկուզ
անընդունելի դրսևորումներով կարող են լինել։ Եվ իդեպ ասեմ, որ այս պատմությունը, այսինքն դրա հետ կապված դրոշների այրման վերաբերմունքի առումով, դա մշտապես մեր հասարակությունում եղել են նաև մինչև Թավշահեղափոխությունը, հա, երբ որ նաև ըստ էթնիկ հիմքով ատելության խոսքեր են հնչեցվել, եւ մենք մշտապես դա անընդունելի ենք համարել եւ դատապարտել, որովհետեւ չի կարելի եւ չի կարող մի ժողովուրդ, որը հենց խտրականության հիմքով ատելության զոհ է եղել, էթնիկ բնաջնջման զոհ է եղել, ցեղասպանության զոհ է եղել, ինքը նմանապես վարքագիծ դրսևորի մեկ այլ էթնիկ ծագումով անձանց նկատմամբ, թեկուզ դրանք լինեն ազգությամբ թուրք, հա, կամ ադրբեջանցի, որովհետև նույնիսկ եմ կրկնում, էթնիկ հիմքով խտրականության դրսևորումը, ատելության, բռնաճնշման եւ այլն, դա հենց ինքնին հանդիսանում է ցեղասպանության առաջին, հա, նախապայմանը եւ սկիզբը, բայց ինչպես նշեցի, հենց Թուրքիայում մենք ունենք բազմաթիվ գործիչներ, գրողներ, որոնք հենց իրենք են արդեն ճանաչում հրապարակային եւ դրա համար հետապնդվում, որ դուք ինչու եք բանանում, հա, մի հանցագործության մեջ ճանաչում պատասխանատու մի պետությանը, հա, որը, ասենք, թուրքերի կառավարությունն է եղել։ Ինչևէ, ես կարծում եմ, որ ամեն անգամ այդ քաղաքական նպատակներով օգտագործել այդ զգայուն թեման, որը զգայուն խնդիր է, որը նաև փոխանակ ձգտելու, որպեսզի համատեղ ջանքերով դա դառնա իրապես միջազգային դատապարտման թեմա, ես գտնում եմ սա է մեր ուրեմն խնդիրը։ Տեսեք, հրեաները ինչպես կարողացան հոլոկոստի թեման քաղաքական կապիտալի վերածել, թվում է թե, որովհետև իրավունքի մարդկային արժանապատվության նկատմամբ զանգվածային այդպիսի համակարգված, ծրագրավորված գործողության իրավական գնահատականը, որը ստացվեց Նյուրնբերգյան դատավարության արդյունքում, ինքը դարձավ քաղաքական կարևոր ուրեմն ռեսուրսը, որպեսզի Իսրայել պետությունը կամ հրեա ժողովուրդը հանձինս իր Իսրայել պետության ունենա իր կարգավիճակը որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, հա, իհարկե մենք տեսնում ենք նաև ծայրահեղ դրսևորումները նույն Իսրայել պետության կողմից ներկայումս պաղեստինցի արաբների նկատմամբ, որը նույնպես դատապարտելի է եւ դա որևիցե մեկը չի կարող ուրեմն ընդունել, հա, այդ զանգվածային ոչնչացումները, սպանությունները եւ այլն, բայց ոչ մեկը չի կարող ասել, որ գիտեք, քանի որ հրեաները ենթարկվել են ողջագիզման, ուրեմն իրենք իրավունք ունեն նաև նման գործողություններ կատարելու մեկ այլ ժողովրդի նկատմամբ, որը մարդկության դեմ հանցագործությունների է, հա, նմանվում եւ որակում որպես այդպեսին։ Այնպես որ ի վերջո պետք է հասկանալ, որ հայերի նկատմամբ ցեղասպանությունը ըստ կուսակցական պատկանելիության չի եղել։ Չեն տարանջատել, որ գիտեք, այս հայերի մի մասը կուսակցական պատկանելություն ունի, Եվրոպամետ են եղել, ռուսամետ են եղել, չգիտեմ, մոտ են եղել, համագործակցել են երիտթուրքերի կառավարության հետ, թե ոչ։ Չեն նայել, բնաջնջողները, ցեղասպանության իրականացնողները, ծրագրավորողները չեն էլ նայել, թե այդ էթնիկ հայերի շրջանում ինչ քաղաքական, կուսակցական հայացքներ կա։ Եվ սա գոնե պետք է գիտակցվի, որպեսզի անգամ այդ թեման ներքաղաքական առումով չդարձնել նման քննարկման առարկա։ Հիմա Հայաստանի իշխանության դիրքորոշումը հարցի շուրջ դուք ինչպես կանվանեք։ Ընդդիմությունը ուրացում է անվանում, դուք ինչպես կանվանեք։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ իհարկե Հայաստանի Հանրապետության որպես ինքնիշխան ժողովրդավարական իրավական պետության, բայց սուբյեկտայնության տեսակետից դա ամենագլխավոր մեր խնդիրն է։ Այսինքն մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը որպես սուբյեկտ կորցնել կամ փորձել վտանգի տակ դնել, բայց վտանգներից խուսափել հրաժարվելով որոշակի կամ մեղմելով ավելի ճիշտ նույնիսկ որոշակի հանցագործությունների համար պատասխանատվության անհրաժեշտությունից սա նույնպես անընդունելի է, որտեղ դու չես կարող վախվոխորած միջազգային սուբյեկտի կարգավիճակում շարունակել գործել։ Սա փաստ է։ Այո, Արցախի, Լեռնային Ղարաբաղի
բռնի էթնիկ զտումը որպես հանցագործություն ինքը կարծես թե հանդիսացավ այդ ցեղասպանության այդ երևույթի ուրեմն շարունակությունը որպես նորորյա ժամանակահատվածում, բայց դա հենց լրացուցիչ փաստարկ է ողբերգական փաստարկ է հիմնավորումը այն բանի, որ երբ որ մի հանցագործություն մնում է անպատիժ, ապա նա հակում ունի շարունակվելու, ի վերջո պատահական չէ, որ Ադրբեջանի ռեժիմը եւ թուրքական ռեժիմը ունեն ընդհանուր շահեր եւ Ադրբեջանը, որ բացարձակապես նույնիսկ գոյություն չի ունեցել ցեղասպանության ժամանակահատվածում, ինչպես է ջանադրաբար ինքը մասնակցում ցեղասպանության ժխտման այդ քաղաքականությանը, որը տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայի տարածքում, սա մեկ, բայց մյուս կողմից էլ ես նորից անդրադառնամ հենց ցեղասպանության որպես պատմական փաստի արդեն վերանանք զգայական մոտեցումներից, պատմական փաստի համակողմանի հետազոտման բացակայությանը, որովհետև արդյոք միայն Օսմանյան, այսինքն երիտթուրքերի կառավարությունը ինքը ուղղակի պատասխանատու է, որպես կառավարություն, բայց նա ունեցել է ակնհայտ աջակցությունը Գերմանիայի, որը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է երիտթուրքերի, Թուրքիայի ուրեմն դաշնակիցը։ Ի վերջո ցեղասպանությունը իրականացվել է մի ժամանակահատվածում, երբ որ առաջին այն տարածքում Թուրքիայի, որտեղ առաջին համաշխարհային պատերազմական գործողությունները տեղի ունեցել ռուս-թուրքական ճակատում, բացառական Ռուսաստանի պատասխանատվություն է դարձում, որի վերաբերյալ նույնպես կան բազմաթիվ վկայություններ, եւ այդ դեպքում հարց է ծագում, բա Ռուսաստանի դրոշները կամ Գերմանիայի դրոշները ինչու չեք վառում։ Այս հասկանալի չէ, այսինքն ես հիմա դուրս չեմ տալիս այդ զգայական, այդ արխայիկ ոչին եւ ասում, եթե դուք նույնիսկ արխայիկ ոչում հետեւողական չեք, հա, եւ այստեղ ըստ քաղաքական նպատակահարմարության մեղավոր նշանակել եւ մոռացության տալ այդ մեղավորի աչակիցներին, որոնք նույն չափ, պատասխանատվություն են ունեցել այդ ցեղասպանության մեջ, սա նույնպես անհասկանալի է։ Այսինքն այստեղ մենք ակնհայտ գործ ունենք իրապես ըստ քաղաքական, ավելի ճիշտ, նույնիսկ կուսակցական նպատակահարմարության, նույնիսկ այդպիսի ահավոր ողբերգական փաստը օգտագործելու, շահարկելու ըստ իրանց նեղ անձնական կամ նեղ կուսակցական շահերի տեսակետից երևույթի հետ, որը եւս մի վկայություն է, որ չի ընկալվում հայոց ցեղասպանությունը իրապես որպես այնպիսի մարդկության դեմ հանցագործություն, որը չի ճանաչում որևէ կուսակցական պատկանելություն, չի ճանաչում որևէ քաղաքական նպատակահարմարություն։ Եվ այս առումով իհարկե ես գտնում եմ, որ այո, քանի դեռ Ադրբեջանի ռեժիմը պատասխանատվություն չի կրել միջազգային նացիաներում բռնի էթնիկ զտման համար, նա որևէ հակվածություն իրապես վստահելի վարքագիծ, թե պատրաստ է նորմալացնել հարաբերությունները, բարեկարգել, բարելավել հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ չունի, որտեղ նրա համար հենց Արցախի Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումը հայերից հենց իր քաղաքականության էությունն է, այն ինչ որ մենք տեսնում ենք Բաքվում տեղի ունեցող այդ խայտառակ հրապարակային պատժիչ, նվաստացնող այդ այսպես կոչված դատավարության փաստի հետ, այնպես որ ես չեմ գտնում, որ այստեղ կարող եմ համաձայնվել, որ կարելի է իրավունքի զիջման հաշվին ստանալ անվտանգություն կամ հարաբերությունների կարգավորում, ես դրանում խիստ կասկածում եմ, եթե չասեմ ուղղակի անհնար եմ համարում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան, Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Այդքանը պարոն Սաքունց, գործող իշխանության ներկայացուցիչները եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը չեն հասկանում, ինչու են այսպես հետևողական այդ պնդումները անում, առաջացնում հանրային դժգոհություններ, էմոցիոնալ արձագանքներ, երբ որ դուք միակը չեք, շատ-շատերն են պնդում, որ հնարավոր չէ ցեղասպանության մասին չխոսելով կամ սահմանադրության մեջ նոր տեքստում անկախության հռչակագրին հղում չանելով հարաբերություններ կարգավորել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Տեսեք, խնդիրը ես պարզ ասեմ, ես չգիտեմ, թե իշխանությունը ինչու չեն այդ հարցերում շատ ավելի ազնիվ, չգիտեմ, ես դիվանագիտական կամ քաղաքական այդ խոսույթից շատ հեռու եմ, պարզ ասեմ։ Այստեղ կա հստակ ռեսուրսների գնահատման փաստ։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը ունի ռեսուրսներ, որպեսզի կարողանա հասնել պատասխանատվության Ադրբեջանի ռեժիմի դեմ։ Բայց դա եթե ինքը չունի ռեսուրս, անվտանգության ապահովման ես նկատում եմ պաշտպանական ռեսուրս, տնտեսական եւ այլն, բայց դա չի կարող այդ ռեսուրսների սահմանափակվածության գիտակցման կամ ընդունման փաստի հիման վրա մերժի այլ կարծիքների արտահայտումը կամ համարի դրանք անընդունելի։ Դա նշանակում է բավական թույլ դիրքերում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը եւ դա իշխանությունը փաստորեն խոստովանում է այդ նման գնահատականներով, որ թույլ դիրքերի մեջ գտնվելով մենք չունենալով համարժեք ռեսուրսներ հնարավորությունները հասնելու պատասխանատվության ենթարկելու այն հանցագործությունների համար, որ կատարվել են Լեռնային Ղարաբաղի բնակության մեջ բանը նկատմամբ, որ դրա համար ենք մենք այս վարքագիծը դրսևորում, որպեսզի չվտանգենք այն նոր հնարավոր սպառնալիքները հետևանքով Հայաստանի Հանրապետության գոյությունը, այսինքն Հայաստանի Հանրապետության դեմ թիրախավորումը
հենց այդ նման պահանջների առումով, հա, մենք չենք կարող հիմա անել, քանի որ դրա այդ սպառնալիքները կանխելու ռեսուրսներ չունենք, շատ պարզ, հա, ակնհայտ Այստեղ է։ ճիշտ Եվ հարց, այստեղ, պարոն Սաքունց, այո, ռեսուրսների պակասը իշխանությունը իր ներսում ունի, թե Հայաստանի Հանրապետությունը որպես դե պարզ սուբյեկտ չի, ռեսուրսների պակաս ունի։ Ես ուզում եմ Հայաստանի, հասկանամ այստեղ տարանջատումը դնել, թե չդնել։ չէ, եկեք ազնվորեն ընդունենք Հայաստանի Հանրապետության ռեսուրսները, որոնք ժամանակի ընթացքում, գիտեք, 35 տարվա ընթացքում կամ առնվազն 31 տարվա ընթացքում 1994 թվականի մայիսի 12-ին, հա, զինադադարի հաստատումից հետո Լեռնային Ղարաբաղի Հայաստանի Հանրապետությունը իր ռեսուրսները ձևավորել է, որպեսզի կարողանա պետության դիմակայությունը պաշտպանության, անվտանգության այդ ռեսուրսները ապահովի պատշաճ, որպեսզի կարողանա հաշվի առնելով այն մարտահրավերը, որ ունի։ Չէ, չի ձևավորել։ Մենք շատ լավ գիտենք, ու դա չի ձևավորել, որովհետև կոռուպցիան է եղել գլխավոր միտումը, ոչ թե պետության անվտանգություն, իսկ պետության անվտանգության հիմնական սյունը եղել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գալու է մեզ փրկի, կամ Ռուսաստանի Դաշնությունն է հանդիսանում Հայաստանի անվտանգության երաշխավորը, եւ Հայաստանն էլ ինքը, քանի որ Ռուսաստանը իր անվտանգությունն է երաշխավորում, Հայաստանը կկարողանա այդ ռեսուրսները, որ պետք է իր անվտանգության ապահովման համար գործադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար։ Բայց տեսանք, որ դա այդ 20 տարիների, 25 տարիների ընթացքում կոռուպցիան էր հիմնական, ուրեմն ռեսուրսների հիմնական խժռողը, ոչ թե պետության ռեսուրսները գնացին անվտանգության համար, այլ կոռուպցիոն շահերի սպասարկման համար։ Եվ հայո այստեղ կա խնդիր, որ նոր իշխանությունը 2018 թվականին հետո Թավշյա հեղափոխությունից հետո ինքը չկարողացավ կասեցնել այդ գահավիժման գործընթացը, որը սկսվել էր այդ կոռուպցիայի համակարգային հետևանքով, ինչ իմաստով, որ ինքը կարճ ժամանակահատվածում պետք է կարողանար դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, իրավական բարեփոխումների միջոցով փորձեր լրացնել այդ ռեսուրսների պակասը։ Այո, Հայաստանի Հանրապետություն, չէ, ռեսուրսների ասածը գիտեք, բնական ռեսուրսները չի, հանքային ռեսուրսները չի, ռեսուրսների կարողություններն են, պետության կարողությունները ապահովել իր անվտանգությունը, չէ վերջնաժողով։ Փաստա չէ, ընդհանրենք դուք ասում եք իշխանության, թե ուրեմն պետության։ Դե հիմա 250 քառակուսի կիլոմետր, երբ որ օկուպացրել են Հայաստանի Հանրապետության տարածքից, դա փաստ չի, որ պետության ռեսուրսները չեն բավարարել, որպեսզի այդ 250 քառակուսի կիլոմետրը չօկուպացվեն։ Այսինքն Ես այդ հարցը տալիս եմ, որովհետև եթե լսենք ընդդիմությանը, նա ասում է, եթե մենք լինեինք իշխանություն, այդպիսի բան տեղի չէր ունենա, ոչ միայն Արցախի էթնիկ զտումը տեղի կունենար, այլև Հայաստանի տարածքների օկուպացիան տեղի չէր ունենա։ Դրա համար եմ ես այդ ճշտող հարցը տալիս, պարոն Սաքուն։ Տեսեք, այդ երբ որ նախկին իշխանության ներկայացուցիչները ասում են, որ այ որ մենք լինեինք, չէ, ու մենք կարողանայինք ապահովել անվտանգությունը, կարողանայինք դիմագրավել այդ սպառնալիքները, ես ուղղակի ապշում եմ այն հանգամանքից, որ երբ որ դուք պետության ամբողջ ռեսուրսները կոռուպցիոն շահերով, ընդ որում ոչ միայն Հայաստանի մակարդակով, այլ միջպետական մակարդակով, հա, նույն կռեմլի կոռուպցիոն ամբողջ համակարգի հետ, քիմիական կապի մեջ լինելով, գույք պարտքի դիմաց պետության սեփականությունը հանձնելով, ոչ միայն գույք պարտքի դիմաց, այլ նաև հանքարդյունաբերության մեջ տեսնում եք ռուսական կապիտալի ակնհայտ ներկայություն, երկաթգիծը, այսինքն ամբողջ անվտանգային եւ պետության դիմադրողականության ինստիտուտների մեջ ռուսական ներկայության ներգրավմամբ դուք իբր թե ապահովել եք նույն ռուսական բազան, հա, որը Հայաստանի Հանրապետության տարածքում է գտնվում եւ ինքը բացարձակապես մաթեմատին չտվեց 250 քառակուսի կիլոմետր, հա, օկուպացիա տարածքը։ Եվ դուք խոսում եք, որ մենք կարող ենք ավելին անել, բայց ավելին անենք 2016 թվականի ապրիլյան պատերազմը կկարողանայիք կանխել, չէր լինի, բայց չկարողացաք, չէ, ապրիլյան պատերազմը կանխեք, երբ որ Ադրբեջանը սանձազերծեց հարձակումը, բայց ժամանակ ինչի չէր ուրեմն կանխվում։ Ասում են կանխել ենք, Ադրբեջանն էր դիմել հրադադարի համար, պարոն Սաքուն, ասում են, որ կանխել են, եթե թույլ լինեին 4 օր չէր տևի։ Տեսեք, կանխելը նշանակում է, որ ընդհանրապես Ադրբեջանը չպետք է սկսեր։
Եթե սկսել եք, ուրեմն չեք կարողացեք կանխել։ Իսկ այն, որ դադարեցվել է, այո, դա դադարեցվել է զուտ էլի Կրեմլի քաղաքական շահերից ելնելով, որտեղ Կրեմլն է թույլ տալիս կամ հրահրում Իլհամի ռեժիմին հարձակվելու, այնուհետև համաձայնության գալով իր քաղաքական նպատակներից դադարեցնում, ել ավելի մեծ կախվածության մեջ դնելով Հայաստանի Հանրապետությանը, դա անվտանգության բանաձև է։ Իհարկե ոչ, դա քաղաքական կախվածության եւ քաղաքական կախվածության մեջ պահելու եւ քաղաքական ազդեցությունը մեծացնելու բանաձև է, որի ամենացայտուն դրսևորումներից մեկը եղավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը Սերժ Սարգսյանի, որ մեկ գիշերվա ընթացքում ինքնիշխան պետության դիրքորոշումից հրաժարվում է Կրեմլի ճնշման ներքո եւ հրաժարվում է այդ ասոցիացիան համաձայնագրի ստորագրումից, ինքը, բայց անվտանգությունը ուր մնաց։ Այսինքն այստեղ էլի հերթական անգամ տեսնում ենք, որ սեփական պատասխանատվությունը անվտանգության արդյունավետ համակարգերի չձևավորման մեջ կոծկելու համար մեղադրում են մյուսներին, որոնք նույնպես պատշաճ բարեփոխումները եւ հանձնառությունները չարեցին անվտանգության ապահովման համար։ Բայց պետք է ասել, բանավեճի թեմա չկա։ Դուք ինչի՞ որոշում եք, թե ով է մեղավոր, ով չի մեղավոր, փաստը մնում է փաստ, որ երկուսն է մեղավոր եք։ Ինչի՞ համար եք ինչում։ Եվ դուք եկած տակին մնում եմ ընդամենը իշխանություն ձեռք գցելու խնդիրը։ Իսկ նման հատկապես այս իրավիճակում, նույնիսկ եմ կրկնում, այս իրավիճակում, երբ որ իրապես վտանգը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ, որպես սուբյեկտի դեմ այնքան մեծ է, որ նման է հենց 1920 թվականի նույն դաշնակցության իշխանության ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներին։ Հիշում եք Մայիսյան ապստամբություն, հեղկոմ եւ այլն։ Այդ նույն վիճակում ենք, բառացիորեն նույն վիճակում։ Եվ այս պայմաններում նորից եմ կրկնում։ Իհարկե այն ժամանակ այդպիսի հնարավորություններ չկար, ինչպես հիմա ունենք։ Վերջնաշով այդ 35 տարվա պետություն լինելու հանգամանքը միջազգային քրեական դատարան, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական միություն, թեկուզ հիմա Միացյալ Նահանգների վարչակազմը փոխել է, բայց այնուամենայնիվ եւ լուրջ մարտահրավերներ ունենք աշխարհակարգի հետ կապված, որոնք հիմնված են մարդու իրավունքների արժեքների հիման վրա։ Տանդերով հանդերձ այնուամենայնիվ մենք ունենք շատ ավելի մեծ ռեսուրսներ եւ մենք իշխանությանը քննադատում ենք այդ ռեսուրսները, հնարավորությունները առավել արդյունավետ չիրացնելու, չինստիտուցիոնալացնելու համար, ընդդիմությունն էլ ասում է, չէ, ինստիտուցիոնալացման այդ հնարավորություն, ոչ թե դրա համար է քննադատում, այլ ասում է, չէ, մեր անվտանգությունը պետք է լինի էլի Կրեմլի հետ, Կրեմլին մեր հպատակությունը, ոչ դու շատ քիչ ես հպատակության դիրքում գտնվում կամ հպատակություն խարխլում ես Կրեմլի հանդեպ։ Հասկանում եք, սա աբսուրդային իրապես մի իրավիճակ է։ Եվ այս առումով իհարկե այո, պետք է եւ փառքաստով մենք ունենք հնարավորություն, չէ՞, այդ միջազգային քրեական դատարան ինքներս ներկայացնելու դիմումները բռնի էթնիկ զտման հետևանքով տուժածների։ Ինքներս նշանակում է քաղաքացիները անհատական մակարդակով, պարոն Սաքունց։ Ասում եք ինքներս պետք է ներկայացնենք անհատական, այսինքն մակարդակով պետք է գործընթացներ նախաձեռնեն, որովհետև պետությունը պատրաստվում է հետ կանչել հայցերը, որոնք էլ որ հարուցված են միջազգային դատարաններում։ Պետությունը պատրաստվում է հետ կանչել, նորից եմ կրկնում, ըստ քաղաքական նպատակահարմարության եւ ասեցի, որտեղ ինքը գնահատում է իր պետության հնարավորությունները դիմակայելու սպառնալիքները, որ ես համաձայն չեմ, որովհետև դա ինչու եմ ասեցի վիճակում հայտնվել, բայց դա կներեք, բայց դա պետություն չի կարող մեզ արգելել, ամբողջ խնդիրը դրանում է։ Եվ դա մասին հստակ ասվել է, չընդունելով հանդերձ, որտեղ այդ միջպետական գանգատներից հրաժարվելը նշանակում է թողնել Ադրբեջանի ռեժիմին անպատիժ իր պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների համար։ Դա մենք գտնում ենք, որ որևէ կերպ չի նպաստելու, որպեսզի Ադրբեջանի կողմից հետագա սպառնալիքները վերանան, կամ կանխվեն։
բայց դա ոչ մի անգամ մեզ չի կարող հանդիսանալ այսպես կոչված հիմք, որպեսզի հրաժարվենք մենք, նկատի ունենք իրավապաշտպան կազմակերպություններից, ներկայացնելու տուժածների իրավունքները, խախտված իրավունքների վերականգնման հայցերը Եվրոպական դատարան եւ միջազգային քրեական դատարան։ Շնորհակալ եմ։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ ես զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։